Բարև ձեզ, ես Ինեսան եմ, Pure Pilates by Inesa ակումբի համահիմնադիրը, ակումբ, որը հանդիսանում է Հայաստանի առաջին եւ միակ մասնագիտացված Պիլատեսի դպրոց ստուդիան։ Այսօրվա իմ հյուրերն են իմ շատ սիրելի Սոնան եւ Աննան։ Բարի լույս, շատ շնորհակալ եմ, որ գիրակի օրով ձեր ժամանակը տրամադրել եք, ձեր ընտանիքը թողել եք եւ եկել եք իմ ոդքասթ հյուր։ Կուզենամ սկսեմ հարցազրույցը Աննայից։ Անդու 18 տարեկան ես ու ես հենց մի բան եմ նկատել ձեր սերնդի մեջ, որ ձեր ծնողները հիմնականում մաման կամ չգիտեմ մորքուր, հորքուր ձեզ համոզում են, օրինակ, որ դուք գաք պիլատեսի, օրինակ շատերը չէ ձեր մեծ սերունդներից հաճախում են մեր ակումբ ու ես նկատել եմ, որ ձեզ շատ դժվար է համոզել, որովհետև ձեր տարիքի, ձեր սերունդը հատկապես ավելի հակված է ավելի ակտիվ մարզաձևերի մասնակցելու, ջիմ գնալու, ինչ որ sense, չգիտեմ, drive-ով ավելի դասերին մասնակցելու, այդտեղ երկու պատճառ կա։ Առաջինը, որ դուք չեք եղել պիլատեսի եւ չեք պատկերացնում ինքը Իրանից ինչ է ներկայացնում, դա ձեր արունը եռում է, արդեն բնական է նորմալ է այդ տարիքի մեջ եք, բայց դուք չեք պատկերացնում ոնց է կյանքը եռում պիլատեսի դասի, ոնց է ձեր արունը եռում պիլատեսի դասին, ու երկրորդը գուցե եւ ինչ որ վիդեոներ եք տեսել, որտեղ ինչ որ հանգիստ, սիրուն շարժումներն ու չեք պատկերացել, թե ինչքան ինքը բարդ դաս է։ Ու ես ինչքան գիտեմ, նույն պատմությունը նաեւ ունեցել ենք ձեր հետ, չէ՞, Սոն, դու համոզել ես Աննային, որտեղ դուք երկար տարիների մոտ մարզվում եք, ոնց եղավ այդ սպասումները, որտեղ ես գիտեմ դու համոզելուց հետո ես եկել մեր մոտ։ Ու որ եկար, օրինակ այդ առաջի օրը, իսկապես նենց դուրս եկար ասիր, հա, էլի ճիշտ է, էլի մտածում, թե վայ չես, ինչ էր, էս ուրիշ բան էր, քո սպասումները։ Իրականում իմ հետ էլ է հենց նույն ձև եղել, ոնց ասեցիք, երբ տարիներ առաջ պիլատեսը դեռ շատ նոր էր, ու մաման գնում էր պիլատեսի, ես ընդհանրապես պատկերացում չունեի պիլատեսի։ Գալիս էր իմ մոտ դասերի։ Հա, գալիս էր ձեր մոտ պիլատեսի։ Արդեն 7-րդ տարին է, որ մեր տարի, հա, հենց 7 տարի առաջ երևի։ Ու ամեն պարապմունքից հետո գալիս էր ինձ խնդրում էր, ասում էր, խնդրում եմ մի անգամ հետս արի փորձի, համ պարապմունք շատ կհավանես, համ Ինեսային շատ կհավանես։ Միշտ թվում էր իմ համար շատ անհետաքրքիր է լինելու պիլատեսը, ու նույնիսկ մի անգամ եկա մամայի հետ Ինեսայի մոտ պիլատեսի։ Անհատականի չեմ հիշում, թե գրուպա։ Անհատականի ու մեկը պարապմունքից հետո ասեցի մամ շատ դանդաղ էր, իմ դուրը չեկավ, ընդհանրապես ոնց որ չէի հասկացել պիլատեսի իմաստը ու գաղափարը։ Դե այդ ժամանակ դու 7 տարի առաջ ես փոքր աղջիկ էիր, ու նորմալ է որ դու օրինակ այդ տարիքում չզգացիր, ու ես շատ ուրախ եմ որ հիմա ոնց որ 7 տարի հետո դու բնականաբար որ եկար, ինչ զգացիր, հաստատ ուրիշ բան։ Հա, իրոք իմ համար հիմա պիլատեսը սենց իմ առօրյայի անբաժան մասնիկն է դարձել, ու ես ինչքան էլ միշտ սիրել եմ գնամ ջիմ, գնացել եմ տարբեր ջիմեր եմ հաճախել, շատ երկար տարիներ եմ հաճախել, բայց հիմա ես ոչ մի ջիմում այդ նույն ինքնազգացողությունը չունեմ, ոնց որ մեր պիլատեսի դասերի ժամանակ ու դասերից հետո։ Էլ այդ նույն կարծիքը չունես, չէ՞, ինչ որ 7 տարի առաջ էր։ Ու ինձ թվում է դու նաև քո ընկերներին, ընկերուներին երևի ովքեր գուցե եւ դեռ չեն փորձել։ Համար մեկ ռեկլամ անող եմ պիլատեսի մտածում։ Հա, համար մեկ գովազ դանողն եմ պիլատեսի, ու իրոք հիմա շատ եմ պիլատեսը սիրում, որովհետև լրիվ ուրիշ ձև եմ պիլատեսը բացահայտել ու ընդհանուր պիլատեսի ազդեցությունը իմ վրա շատ եմ զգում ու առաջին հերթին իմ ինքնազգացողության վրա, որովհետև ես հիմա գնում եմ նույն սպորտզալում պարապելու ու ես զգում եմ, որ իմ պարապմունքներից հետո իմ ինքնազգացողությունը վատանում է, չգիտեմ, ես սկսում եմ ինչ-որ սենց շնչակտուր լինել, չգիտեմ, հետո ինձ վատ եմ զգում պարապմունքներից հետո ժամերով վերականգնվում եմ պարապմունքից հետո, բայց պիլատեսի ինչքան էլ ես ընթացքում ոնց որ այդ վարժությունները տենց դժվար շնչակտուր անում եմ, մեկը հենց վարժությունը ավարտում է, ես ոնց որ սենց էներգիա եմ ստանում ու ինձ շատ լավ եմ զգում։ Այդ վկայում է նախ նրա մասին, որ դու շատ գիտակցված ես մարզում, որովհետև ես ինքս հաճույք եմ ստանում քեզ մարզելուց, քանի որ դու էլ բժշկական համալսարանում ես սովորում ու ես միշտ ասում եմ, որ բժիշկների հետ կամ այն մարդկանց հետ, ովքեր ոնց որ անատոմիա գոնե գիտեն, ես ավելի սենց շատ հանգիստ եմ մարզում ձեզ, որովհետև գիտեմ դուք ինձ կես բառից հասկանում եք ու ես գիտեմ, որ դու ինձ սա հասկանում ես, ինչ որ ես ասում եմ, դաժե նույնիսկ գիտեմ դու քո գնահատականն ես տալիս
այսինքն այդ ուղակի չես լսում ինձ, դու ամեն շարժումը զգում ես ու ես իսկապես ձեզանից էներգիա եմ հավաքում, երբ որ ես ունենում եմ հաճախորդ, որին շատ դժվար է այդ ամեն ինչը ոնց որ զգալ, գիտակցելը, իրականում ես շատ մեծ էներգիա եմ ծախսում ու այդ դասերից հետո շատ հոգնում ձեզ դուք էլ ինձ եք ոնց որ լիցքավորում ու ոգեշնչում այդ ամեն ինչով ու իրականում էդ էլ է բան որ գիտես որ մաման երբեք օրինակ եթե մաման միշտ երկար ինչ որ մի բան պնդում է որ անպայման արա իսկ մաման վատ բան ձեր համար երբեք չուզի իսկ մաման այն մարդն է որ հստակ գիտի ձեզ այն միլիմետրով այսինքն ամեն մեկի համար քո համար ինչա պետք է մյուս օրինակ մյուս քույրիկը չի գալի ես վստահ եմ որ դու չես համոզում գուցե Իրանը չի պիլատեսը կամ չգիտեմ այսինքն մաման գիտի ամեն մի իր երեխան ինչ նախասիրություն ունի ինչ ավելի կհավանի կարող է չգիտեմ ինքը գիտի որ լող ավելի քույրիկը կհավանի ինքը կգա ու իրականում այսօր պետք է այստեղ ներկա լինեին նաև Սոնայի քույրիկը Աննան իր աղջկա հետ միասին ես շատ կուզենայի որ մենք 4-ով լինեինք բայց այդ հնարավորությունը չունեինք ու ես շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ Սոնքեզ էլ ու Աննային էլ դա շատ բազմակի անգամ ես շեշտել եմ որ երբ որ դուք սկսեցիք իմ մոտ մարզվել ամենաառաջինը Աննան էր ու հիշում եմ որ ձեր շրջապատում Աննայի անունը դրել էին Ինեսայի վկա ու շատ հաճախորդներ ունեն արդեն այդ ոնց որ կլիչկան ու շատ շնորհակալ եմ որովհետև դուք եկաք դուք սիրեցիք ու ես հիշում եմ երկար ժամանակ Աննան ինձ զանգում էր ես այդ ժամանակ տեղ չունեի ու մի քանի ամիս Աննան սենց շատ սենց համառ ինձ զանգում էր ես անդադ ասում էի չէ չունեմ իսկապես չունեի այսինքն այս են տարբերակը չեն որ վարսավիրները մի ամիս ազատ է բայց ինքը մի ամիս հետո է գրանցում որ ցույց տա որ ինքը տեղ չունի հետո Աննայի շնորհիվ ոնց որ ինձ թվում է ամբողջ ձեր շրջապատը ճանաչեց եւ ինձ եւ առհասարակ պիլատեսը բայց Աննան հետաքրքիր է որովհետեւ այն ժամանակ էլ տենց տարածված չէր բայց ինքը վստահ գիտեր ուր է գալիս ինքը չէր գալի ուղակի փորձելու ինքը գալիս էր կոնկրետ հասկանալով ինքը ուր է գալի ու դա իրան ինչա տալու ու երևի հենց դա էլ պահեց ձեզ այսքան տարի իմ կողքը Աննայի հետևից դու եկար ձեր հետևից եկան երևի ձեր բոլոր ընկերները եւ ամբողջ շրջապատը հիմա մեր մոտ մարզվում է ոնց որ ձեր շնորհիվ ու ես համոզված եմ որ շատ մարդիկ ձեզ նաեւ շնորհակալ են որ դուք ոնց որ այդ ուղղությունը ցույց տվեցիք ոնց որ ճանապարհը դեպի պիլատեսը ցույց տվեցիք ու այն հարցը որը ես միշտ բոլորին տալիս եմ մենք արդեն երկար տարիներ ենք իրար հետ հիմա ու Սոնան 7 տարի առաջ առանց պիլատեսի ինչ ձև էր նախ սկսեմ մեր 7 տարի առաջ մեր առաջին պարապմունքներից Աննան իհարկե բացումը կատարեց շատ ինքը մինչ գալը արդեն ուսումնասիրել էր ու հստակ գիտեր պիլատեսի դրական կողմերը ու կներես Սոնա ջան նշեմ այն որ Աննան այն մարդկանցից է որ միջև մի բան ցանկացած բանը ինչը ինքը պետքա փորձի ինքը պետքա մանրակրկիտ ուսումնասիրի համոզվի արժե այդ բանը անել թե չէ ու ես համոզված եմ պատկերացնում ինքը ոնց է այդ ցավ ուսումնասիրել գալուց առաջ ինքը ուսումնասիրել էր ու բնականաբար միշտ Աննան ինչ անում է եթե դա լավ է ամեն ջանք գործադրում է որ ես էլ անմասն դրանից չմնամ ու ինձ անընդհատ ասում էր պիտի միասին գնանք ես դեռ լավ չէի պատկերացնում ինչի մասին է խոսքը հետո սկսեցինք երկուսով հաճախել ու համեմատությունը 7 տարի առաջ Սոնան ու հիմա իհարկե ահռելի չգիտեմ, չեմ կարող նկարագրեմ նույնիսկ ես ինքս ինձ չեմ հիշում արդեն 7 տարի առաջ ինչքա, բայց մի բան կարող եմ ասել, լրիվ ուրիշ Սոնա, նախ առաջինը ֆիզիկապես շատ թույլ Ես հիշում եմ դու էներգիա բացարձակ չունեիր։ Էներգիա շատ քիչ ունեի ու իրականում ֆիզիկապես շատ թույլ էի, թեկուզ կենցաղում կամ մնացած ուրիշ սպորտերում, թենիսում եւ այլն, ես միշտ զգացել եմ իմ ուժի պակասը, որ եթե իմ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, դա ուժի պակասն է ու հենց իրոք այդ ֆիզիկական պատրաստվածության բայց շատ կարևոր է ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ պիլատեսում չհանձնվելը, որովհետև քայլ առ քայլ ամեն օր դու ունենում ես դրական շարժ, ամեն օր ունենում ես ուժի ավելցուկ, ամեն օր ունենում ես էներգիայի կուտակում, էներգիայի ավելացում ու կարծում եմ, որ սա միակ դեպքն է, հենց աղջիկս էլ նշեց, որ եթե դու ինչ-որ բան անում ես, որը քեզ դժվար է, դու վերջում ունենում ես այդ սպառված, հոգնած այդ զգացողությունը, բայց պիլատեսը
ինչով է ինձ շատ գրավել, որ հակառակը նույնիսկ այն ժամանակ, երբ որ ես տենց շատ դժվար էի շարժվում ու ինձ դժվար էր տրվում պիլատեսը, միևնույնն է ես դուրս էի գալիս ավելի ուժեղ ու ավելի էներգիայով լեցուն ու շատ ուրախ եմ, որ չհանձնվեցի ու հիմա ես ամեն օր զգում եմ իմ ուժը, այն ամեն ինչում ես դա զգում, քո էներգիան, քո ուժը, քո տրամադրությունը, նույնիսկ մտքի ու մարմնի այդ մի ժամը, որ դու անցկացնում ես դաս, ունենում ես այդ մարմնի մտքի ներդաշնակություն, որ կարողանում ես ինքդ քեզ կոնտրոլ անել ու ինքդ հասկանալ քո մարմնի ամեն սանտիմետրը, քո մարմնի ամեն կարիքն ու խնդիրը ու ինքդ ես լուծում դա։ Արդեն հասնում ես այն մակարդակի, որ ինքդ հասկանում ես, որտեղ քեզ ինչա պետք անել, իհարկե քո ուղղորդությամբ, որովհետև այնքան պրոֆեսիոնալ, ինչքան դու ես մոտենում հարցին, ես երբեք չէի կարող երազել ունենալ քեզպես պատրաստված մարզիչ, որովհետև Շնորհակալ եմ շատ։ միշտ չի, որ մարզիչը շատ կրթված է, ոչ միայն սպորտի, այլև մնացած բոլոր բնակավարներում, այսինքն մենակ սպորտում եւ վարժություն մատուցելուց չի, որ դու հասկանում ես, որ կոնկրետ այդ վարժությունից տեղյակա մարզիչը եւ ինքը դա քեզ չէ, շատ անհատականացված է քո մոտեցումը ամեն քո պարապողի հետ ու հենց դա է ամենամեծ գրավականը, որ չես վնասում երբեք քո ոչ մի պարապողի շատ պարապմունքների ժամանակ ինչքան ենք լսում, որ ինչ որ տրավմա ստացան կամ այլն, բայց եթե դու գաս այստեղ տրավմայով, եթե դու գաս այստեղ ինչ որ լուրջ խնդրով, ողնաշարի ցավով կամ չգիտեմ ինչ, երկու դասում դա վերանում է, դա իհարկե քո պրոֆեսիոնալիզմն է։ Շատ անգամ ավելացնեմ, իրականում մամանել ինեսան էլ գիտեն ես ինչ դժվար եմ ինձ մարզիչ գտնում, ինչ դժվար եմ հարմարվում մարզիչներին, որովհետև իրականում շատ են մարզիչները, որոնք ոչ այնքան գրագետ են աշխատում ու իրանցից դա մարդկա չի նկատում, բայց ես շատ եմ նկատում ու ես չեմ կարողանում ուղղակի տենց մարզիչների հետ աշխատեմ, ես իրանց հետ լեզու չեմ գտնում, ես չեմ սիրում, որ ես եմ մարզիչին ուղղում, ինձ ինչա կարելի, ինչ չի կարելի, բայց ինձ միշտ Ինեսայի հետ շատ կոմֆորտ ա եղել, որովհետև նույնիսկ ես ինչքան էլ մտածել եմ, ես ինքս լավ եմ կարողանում պարապմունքի ժամանակ ինձ կառավարեմ, վարժությունները ճիշտ անեմ, զգամ, բայց միշտ Ինեսան ուղղում է ինձ ու միշտ ուղղորդում է դեպի ճիշտը, ոնց ճիշտ կատարեմ վարժությունը ու ես զգում եմ ինչքան բան ունեմ ես Ինեսայից սովորելու ու ինձ շատ հաճելի է իր այդ աշխատելը։ Դրա համար ձեր խաթր ամեն օր շարունակում եմ սովորել, որ դուք ինչ որ մի փուլի հասնեք, ինչ որ մի փուլում ես դες դրանից հետո ավել ոնց որ բան ունենամ տալու ու Սոնան շատ հետաքրքիր բան ասեց, որտես գալով դու ավելի ոնց որ էներգիա շատացավ ու հենց այդ պայն ես մտածեցի, որ ինչ հետաքրքիր է, չէ՞ որ մենք գնալով մեր տարիքը մեծանում է, նշի մենք ջայլանում ենք, բայց պիլատեսի շնորհիվ մենք դա չենք զգում, մեր էներգիան հակառակ ոնց որ 7 տարի առաջ հիմա ավելի քիչ էներգիա ունենք, քան հիմա ոնց որ պիլատեսի հետ մենք ավելի երիտասարդ ենք մեզ զգում ու սովորաբար բոլորը սովոր ենք նրան, որ տարիքի հետ բնական դու պետքա մեծանաս, ավելի թուլանաս, ավելի շարժումներդ քչանան, ակտիվությունը քչանա, բայց պիլատեսը մեզ դա չի թողնում, հակառակ նու ես ինքս էլ եմ դա զգում ին վրա, որ ես ամեն տարի նու առաջնահերթ հիմա իմ նպատակը, որ չպակասի էներգիան։ Okay, եթե դաժե չավելանա, չնայած ես զգում եմ, որ իմ մոտ ավելանում է, բայց եթե նույնիսկ մնա նույնը ու չպակասի, դա արդեն մեծ հաղթանակ է։ Իհարկե։ Ան, ոնց ես դու համատեղում դասերը բժշկական ինստիտուտում սովորելը բավականին դժվար է, բայց դու ես գիտեմ եմ վազելով դասից հետո գալիս ես դասի, ոնց ես կարողանում համատեղել։ Իրականում իմ համար պիլատեսի գալը երբեք ոնց որ չեմ կապում ալարկոտության հետ, այսինքն իմ մոտ չի ստացվում, որ ալարեմ չկամ պիլատեսի, այլ հակառակը ոնց որ ինձ շատ կոմֆորտ լինի այս միջավայրը, նույնիսկ ինձ հավես է դասերից հետո, ինչ որ մի ժամով տանից դուրս կամ պիլատեսի հետ կամ տուն։ Հետո դասերը ավելի այո, քնությանը պատրաստվելուց չես զգում, որ պիլատեսից հետո պետք է միշտ ոնց որ կարիք ես ունենում, սենյակից դուրս գաս, լիցքաթափվես, չգիտեմ, էներգիա
էներգիա ստանաս ու միշտ պիլատեսը ոնց որ լավ տարբերակ է դրա համար, համել ես զգում եմ ես որ ինչ որ երկար ժամանակ չեմ զբաղվում սպորտով կամ պիլատեսով հենց ես ոնց որ սկսում եմ ինձ վատ զգալ, չգիտեմ, ավելի դժվար եմ շարժվում, Դե պատկերացու որ դու 18 տարեկանում ես դա ասում, ինչքան դա մի քիչ կարևոր վատ է է հնչում, ավելի բայց հա, տենց է։ Ու չգիտեմ, ոնց որ ավելի քիչ շարժունակ դառնամ, չգիտեմ։ Այդ իրականում տենց է, քեզ չի թվում, դա իսկապես այդպես է։ Ես հիշում եմ, երբ որ մենք ստուդիան նոր էինք, վերանորոգում էինք, արդեն պատրաստում էինք բացմանը, այդ ժամանակ ես 4 ամիս տունը մարզվում էի, մատ պիլատեսի անում, կարող է շաբաթը մի 2 անգամ, բայց իմ մոտ տպավորությունն է, որ այս 4 ամսվա մեջ ես ծերացա, առանց պիլատեսի ես ինձ չէի զգում, այդ էներգիան չունի, այդ երիտա ու այդ ժամանակ ես որոշեցի, որ ես մի կյանքից մինչև վերջին շունչը պետքա պիլատեսով զբաղվեմ, ալարեմ, կարողանամ, տեղը հարմար լինի, չլինի, ուզենամ, չուզենամ, լինում ա օրեր, որ ես գալիս եմ օրինակ ու ես այդ օրը պետք է մարզվեմ, բայց ես այն բացարձակ հավես չեմ ունենում, ես մեկա դա անում եմ ու ես միշտ դասի վերջում ինչ շնորհակալություն եմ ասում, որ ես չնգա այդ ալիքի տակ, չենթարկվեցի այն մյուսին էսային, որ ինձ համոզում էր չմարզվել, այլ մարզվեցի ու ինձ շատ ավելի լավ եմ զգում, որովհետև առանց դրա ես այս տեմպին աշխատանքին նույնիսկ չէի դիմանա։ Սոն, իսկ դու ունես 3 բալիկ ու առաջի 2 բալիկը դու ունեցել ես առանց պիլատեսի քո կյանքում։ Երրորդի հետ դու զգացել ես տարբերությունը քո վերականգնվելու պիլատեսի օգնությամբ։ Իհարկե, պիլատեսի օգնությամբ իհարկե այդ նորից եմ ուզում շեշտել, որ կյանքի բոլոր հատվածներում, բոլոր սֆերաներում պիլատեսի արկայությունը միշտ դու զգում ես ու գիտակցում ես, որ հենց դա պիլատեսի շնորհիվ է, այն ինչ հաջողություն, որ դու ունես, անընդհատ ինքդ քեզ բերում մի կետի, որ դու հասկանում ես, որ դա հենց պիլատեսի շնորհիվ է, որ դու այսօր ավելի լավ տեսք ունես, ավելի ուժեղ ես եւ ավելի, չգիտեմ, ավելի լավ ես քեզ զգում։ Իհարկե 2 աղջիկներից հետո ես շատ ավելի երիտասարդ եմ, իրանք երբ որ ծնվել են, ես 22-23 տարեկան եմ եղել, հետո գնում էի ջիմ, փորձում էի նորից վերականգնվել, վերականգնել իմ նախկին ֆորմաները եւ այլն։ Ինչ որ չափով հաջողվում էր, որովհետև ունես երիտասարդ ես, հա, եւ ստացվում է, բայց երբեք չեմ ունեցել այդ ներքին այդ բավարարվածության այդ լավ արդյունքի զգացողությունը, որովհետև միշտ ինչ որ բան չի հերիքել, միշտ ինչ որ բան պակաս է եղել, հետո այդ ծանր քաշերով պարապմունքներ եւ այլն մի քիչ չես գիտակցում ու քեզ վնասում ես իրականում երեխաներից հետո ու այդ ծանր քաշերով պարապմունքներից ես վնասել եմ իմ ողնաշարը, ունեի խնդիր ու նույնիսկ ինձ բժիշկը արգելում էր, ասում էր քեզ պետք չի ընդհանրապես մի արա մենակ լողով պիտի դու զբաղվես, հանկարծ քաշեր որ հարցնում ես պիլատեսով կարող եմ զբաղվել, այսինքն այն ժամանակ երբ պիլատեսը նոր էր, բժիշկներն էլ դեռ չգիտեին իրանից ինչ աներ, ասում են ոչ մի բան։ Նայեք, միշտ ես ասում եմ, եթե բժիշկը ցուցում է լող, ուրեմն պիլատեսը կարելի է, որովհետև գուցե այդ բժիշկը ինչ որ արդեն մեծ տարիքով է, այտենց պիլատեսին ծանոթ չէ, իսկ եթե լողը ցուցված է ինչ որ մարդուն, պիլատեսը ուրեմն հաստատ կարա։ Հա, ու ես իհարկե փորձեցի, հասկացա, որ պիլատեսը ոչ մի ձևով չի կարա ինձ վնասի ու դեռ հակառակը ես մոռացել եմ իմ խնդիրների, մեջքի ցավերի ու ամեն ինչի մասին պիլատեսից հետո նույնիսկ 3 երեխայից հետո որ իմ խնդիրը պիտի ավելի խորանար ես հիմա չունեմ այդ խնդիրը կարելի է ասել չարություններ անում ես ինչ որ ռեզին ես փորձում թռնես երեխայի հետ ու մեջքդ վնասում ես հետո մեկ նորից մի քիչ ցավալով այս վերջերս դեպք էր եղել թեքված գալիս է Սոնան հա երեխայի հետ ռեզին էր որոշել խաղալ մեջքը ցավացրել էր որտեղ այդպիսի տենց ոնց որ շարժում կա որը մի քիչ մեջքի համար այդքան էլ լավ չի ու հետո մենք նորից գցում ենք տեղը քեզ նույնիսկ այտենց ինչ որ մի քիչ ցավալով եւ այլ գալիս եմ դասի ու արդեն պիլատեսի այդ դասի այդ մի 1 ժամի ավարտին զգում եմ որ ցավս պակասել է ու ինչ արդյունք է զգում կարծում եմ ոչ մի ուրիշ սպորտաձև քեզ չի տալիս այդ զգացողությունը որ դու զգում ես քո շատ խորը մկանները ու հենց դա էլ վերականգնում է քո այն զգացողությունը, որ դու հիմա թույլ ես կամ հենց երեխաներից հետո որ պիտի քո մկանները վերականգնում են, դու պետքա ձգվես
դու ուրիշ սպորտով զբաղվելուց այդ զգացողությունը չես ունենում։ Այդ զգացողությունը ունենում ես պիլատեսում, երբ որ դու ինքդ զգում ես քո շատ խորը մկանները ու դու հասկանում ես, որ դու ճիշտ ես աշխատում ու նորից պիլատեսը ինչով է սիրուն դարձնում մարմինը, որ դու ունենում ես ավելի երկար մկաններ, մարզված ու ավելի երկար մկաններ, քան մնացած սպորտաձևերով, որ կարծես թե այդ մկանների Ավելի կարճանում, ավելի կարճանումը, ֆունկցիոնալությունը նվազեցնում է, նվազեցնում է այո։ ու կարծում եմ դա այդքան էլ գեղեցիկ չի։ Քանի որ ձեր սերունդը 18 տարեկան, ճիշտ է, ձեր 18 տարեկանները, օրինակ մեր ժամանակվա 18 տարեկանները ես չեմ համեմատի, որտեղ այն ինֆորմացիայի աղբյուրները, որոնք դուք ունեիք, մենք բնականաբար չունեինք ժամանակին, ձեր սերունդը մարզվում առաջին հերթին ինչի համար, սիրուն լինելու համար, թե առողջ լինելու համար։ Ինձ թվում է այս դարում շատ կարևոր է առողջ լինելը ու բոլորը դրան շատ են հետևում։ Ինձ Բայց դու ես ասում, ինձ հետաքրքիր ձեր ընկերական այս շրջապատի մեջ առաջնային Չէ, է, ես ինչն է։ իմ ընկերական շրջապատից ելնելով եմ ասում, որ դե հիմնականում համատեղում ես այդ երկուսը, էլի, որ համ առողջ լինես, համ գեղեցիկ կազմվածք ունենաս։ Բայց ուզում եմ նշեմ, որ պիլատեսով իրոք նենց մկաններ ես զգում պիլատեսի պարապմունքի ընթացքում, որ ոչ մի ուրիշ պարապմունքի ընթացքում չես զգացել, ու պիլատեսի պարապմունքը սենց շատ ուժեղ կենտրոնացում է քեզնից պահանջում, ու դու այդ բանին հասկանում ես ինչքան քո ձեռքում է այդ ամեն ինչի կառավարումը, ու եթե այդ ամեն ինչը հասկանում ես, ուրեմն պիլատեսի պարապմունքը քո մոտ ստացված է լինում։ Այնքան էլ եղել այդ նախադասությունը, որ ինձ ասել, իսկ պիլատեսը նիհարացում է, նախադասությունը ինձ որ ասում, ինչ եք պատկերացնում, ես ոնց եմ ներվայնանում, որ ոնց որ նիհարելու մասին չպիտի մտածես առաջինը պիլատեսի գալուց։ Առաջինը պետքա մտածես առողջ լինելու, բարեկեցիկ կյանք ունենալու ու կյանքիդ որակը փոխելու մասին։ Սիրունությունը այդ մեկը գալու է, այդ ուզում ենք, չենք ուզում, մարմինը ձգվում է, կեցվածքը ուղղվում է, նիհարում ես, նույնիսկ եթե քաշ չկորցնես պիլատեսով դու այնպես ես ձգվում, կարծես մի 5-6 կիլո քաշ կորցրած լինես արդեն։ Ու պիլատեսով հենց դա շատ լավ արդյունքի, ոնց որ ճիշտ արդյունքի հասնելը հենց պիլատեսով է ստացվում, որովհետև պիլատեսում օրինակ դու չես կարող մի քանի պարապմունքից հետո միանգամից ոնց այդ քաշային պարապմունքներից հետո կարող ասենց մկաններից սկսի երևալ բան, բայց պիլատեսով հակառակը։ Բայց նույն ձևը հետո սկսում է չերևալ։ Հա, իսկ պիլատեսով ոնց որ ավելի երկարաժամկետ Այո, այս ձեր ներդրումն է ձեր առողջության, այո, շատ լավ, ճիշտ բան շեշտեցիր, սա ձեր երկարատև ոնց որ առողջության ներդրումն է։ Դուք այդ գումարը ծախսում եք ձեր առողջության մեջ ներդրում ու երկարատև, իսկապես երկարատև, որովհետև գիտենք, որ կա ռիֆորմեր մեծ մարզասարքերով պիլատես եւ մատ։ Եթե նույնիսկ դուք չեք կարողանում, օրինակ, պետքա մի ամսով բացակայեք երկրից, դու գիտես, որ դու կարաս այդ մատ պիլատեսը տունը անես ու դու պահես քեզ էլի սենց շատ լավ ֆորմայի մեջ ու չկորցնես այդ ամեն ինչը։ Անայի, որ դու նշեցիր, որ այտենց մի քանի օրում ծանր քաշերով մկանները սկսում է երևալ, հենց այդ եմ ուզում նշել, որ շատ անգամ մարդկանց թվում է, որ շուտ ու լավ արդյունք հասնելու համար պետք է անպայման ավելի ծանրը մեծ, ավելի քաշը մեծացնել կամ ավելի քիչ ուտել, սկսում են այդ ժամանակ քիչ ուտել, ավելի շատ էներգիա ծախսել, ավելի շատ, չգիտեմ, վազել ու լրիվ այդ ժամանակ մեկ է տեսնում ես հակառակ էֆեկտ է ստացվում, հակառակ ինչ որ քաշը կանգնում է, ինչ որ արդյունքներ չես տեսնում ու պիլատեսով իր այդ ոնց որ այդ կախարդական այդ բանը, որ էս պիլատես ունի, որ չունի ոչ մի բան, գուցե դու օրինակ ինչ որ խնդրով եկել ես, չէ, պիլատեսի ու երկար ժամանակ կարող ես էլեմենտար մի հատ sense այնքան պրիմիտիվ շարժում տամ, բայց 2 ամիս հետո դու տեսար, որ քո խնդիրը ու դու քո մտքով չի անցնում, որ կարող է այդ շարժումը, որը մենք անում ենք, բայց ինչա ոչ մի ծանր բան չեն կարող։ Ես ինչ պետքա, որ ինձ տա, հա, ինչ պետքա տա ու դու 2 ամիս հետո դու ավելի շուտ ես այդ ամեն ինչը զգում ու ասածս այնա, որ կարևորը այդ քաշի ավելացնելը չի կամ սննդակարգի չգիտեմ պակասացնել չի, կարևորը այդ ամեն ինչը շատ որակով ու շատ գիտակցված անելն է, որտեվ պիլատեսը հստակ ունի իր նպատակը, հստակ ունի իր ուղղությունը, հստակ ունի ուր է գնում, ինչի համար է գնում, ինչ նպատակ ունի, նշանակետը որն է։ Ամեն շարժումը ու ամեն վարժությունը գիտականորեն այստեղ ուսումնասիրված է
ու մենք գիտեք ոչ մի շարժում հենց այնպես չենք անում նույնիսկ երբ որ գորգին պարկած վարժություն եմ տալիս շատ անգամ լսել եք որ ասել են ոչ մի մարմնի մաս հենց այնպես պարկած հատակին չի մնում եթե նույնիսկ ես ոտի վրա եմ աշխատում իմ մարմնի մնացած մասերը այդտեղ միշտ օրինակ եմ բերում որ օրկեստրի նման է որ կա սալիստ ոնց որ մի հոգի սալիստն է մնացած գործիքները կողքից հենց տակից նվագում են Դու ոնց ես բացահայտել պիլատեսը Ես ոնց եմ բացահայտել պիլատեսը, ես մանկուց եմ սիրել, ֆիզիկական ակտիվություն, շատ եմ սիրել մանկուց, աշխարհի ոնց որ մարզաձևերին, ու այն ժամանակ մեր ժամանակ մենք որ փոքր ենք, այդքան հնարավորություն չկար, չնայած շատ անգամ շեշտել եմ, որ ես կլասիկ երաժիշտների ընտանիքում եմ մեծացել, բայց այդ սեր ունեի, նույնիսկ եթե ես հավատայի նախորդ կյանքին, ես երևի կմտածեի, որ գուցե ես նախորդ կյանքում ինչ որ տենց որտեվ ես տենց ծնվել եմ։ Հետո Հայաստանում, երբ որ դեռ մարզասրահներ շատ չկային, հաճախում է ինչ որ մարզասրահի ու այդտեղ իմ դասատուն, որը իդեպ ինքը ինձ ներշնչեց, որ ես դառնամ նաև մարզիչ, Նայրան, որին ես շատ շնորհակալ եմ, ինքը պիլատեսի տերմիններ էր օգտագործում, որը իմ դուրը գալիս էր, ես չէի սիրում մարզաձևեր, որտեղ թռնում ես, ինչ որ ծանր բաներ ասամ, ես զգում եմ, որ դու կարաս հանգիստ շարժումով լավ ծանր աշխատանք տանես։ Այդ տերմինը առաջի անգամ իրանից լսեցի, ու մի անգամ ինքը պետքա գնար արձակուրդ, ինձ ասեց կարող է դու ինձ փոխարինես ու այդ օրը իմ մեջ այսինքն մի բան կտած, որ իսկ ինչու ոչ, իսկ ինչու ես չեմ կարա, ու տենց արդեն սկսեցի պիլատեսը ակումբները սկսեցին մեր մոտ բացվել, սկսեցի հաճախել պիլատեսի դասերին, բայց հիմա որ հետ եմ գնում, չեմ մեղադրում ոչ մեկ ինչ որ բացասական բան չեմ ասում, այդ ժամանակ չկար հնարավորություն Հայաստանում, որ մարդիկ սովորեին ու ծանոթ լինեին, բայց այդ ժամանակ պիլատեսը պիլատես չէր։ Երբ որ նոր էինք սկսում բոլորս, նոր էինք ծանոթանում պիլատեսին ու տենց որոշեցի ուսումնասիրեմ ու համատեղեմ հաճելին նաև օգտակարի հետ։ Հասկացա, որ կարելի է աշխատել չաշխատելով, այսինքն ես հիմա աշխատանք ունեմ, բայց դա իմ հաճույքն է, դա իմ հոբին է, այսինքն առաջնայինը իմ համար գումար վաստակելը չի, այստեղ առաջնային, այո։ Ու իրոք պիլատեսի մեջ տենց մի հակասական բան կա, որ դու էլի սենց վարությունները անելուց տանջվում ես, սենց շնչակտուր ես լինում, դողում ես, բայց ինչ որ տարօրինակաբար հանգստանում ես, համար այդ վարությունները այնքան հանգիստ ես անում, որ հետո դու վերջում տենց տառապած հոգնած սենց դուրս չես գալիս պարապմունքից։ Իրականում ան եթե մի մարզաձև քո էներգիան տանում է, այդտեղ ուրեմն որակյալ շարժում չկա։ Այդ միանշանակ ես կարամ հաստատեմ։ Դուք պետքա մարզվելուց հետո էներգիա ունենաք, ոչ թե սպառված, ոչ թե տենց կյանքից խռոված դուրս գաք ու ամեն գնալուց։ Մենք շատ հաճախորդներ ունենք, որոնք ասում են՝ «Ոյ, ես գնում եի ինչ որ, չգիտեմ, չուզելով, համոզելով, ես ինքս էլ եղել եմ մարզաձև, որին շաբաթը 3 անգամ հաճախել եմ, բայց ինձ համոզելով եմ գնացել։ Բայց պիլատեսը դա լրիվ հակառակն է, որ դու հակառակ համոզում ես, որ պիլատեսի ստուդիայից քեզ հանես ու չգնաս։ Կան հաճախորդներ, որ ասում են՝ «Էլի գնում են, մնացեք գիշեր էստեղ, առավոտը մնացեք դասի», այդքան շատ հաճախում են։ Իմ կարծիքով այդ զգացողությունը, որ ունենում ես այդ պիլատեսից հետո հանգստացած, ավելի սենց խաղաղված մի հատ զգացողություն ես ունենում, դա նաև այն պատճառով է, որ պիլատեսի ժամանակ, երբ որ քեզ հաջողվում է մի պահ անջատել այդ անverջ աշխատող քո այդ գիտակցությունը, Ու որովհետև կենտրոնանալ քո վրա։ երբ որ դու կենտրոնանում ես կոնկրետ քո վրա վարժության վրա, դու հասկանում ես, որ դու ուրիշ ոչինչի մասին չես մտածում։ Ու դա այդ հանգստությունը ոչ միայն մարմնի հանգստություն է, դա մտքի հանգստություն է, որ դու արդեն դուրս ես գալիս պարապմունքից, այդ զգում ես համատեղ այդ երկուսի հանգստությունը, մտքի ու մարմնի այդ խաղաղությունը, հանգստությունը, ունես էներգիա, բայց համել շատ խաղաղ ես լինում։ Ուզում եմ շեշտենք, որ այդ հանգստությունը, դա այն հանգստություն չի, որ հանգիստ դասեր կամ եկանք մենք ստեղ մեկ-մեկ ես շատերին, որ հարցում եմ, իսկ պիլատեսից ինչ եք զգում, երբ որ ինձ ասում են, դե նենց լավ ռելաքս ենք լինում, ես հասկանում, որ չէ, այդ մարդիկ ինչ որ ուրիշ տեղ են գնում, որտեղ պրոստը ռելաքս են լինում, չես կարող պիլատեսի դասի ռելաքսնես, բայց հանգստությունը գալիս է մտքի։ Դու ընթացքում բացարձակ ռելաքս չես լինում, հա։ Ընթացքում դու չունես այդ զգացողությունը, որ դու եկել ես ինչ որ հանգիստ մի բան անելու, որը քեզ հետո հանգստություն կբերի։ Հակառակը, դու բավականին կենտրոնացած թե ֆիզիկական, թե մտավոր լուրջ աշխատանք ես կատարում, ինչի արդյունքում վերջում դու զգում ես այդ թեթևության, այդ հանգստության զգացողությունը,
Դա Մենք դեռ կարծում այնքան բան ունենք մենք անելու, ես ես ռելաքս լինել հաստատ չեմ թողի։ ու ինչն է գրավիչ պիլատեսում, որ չես ձանձրանա, որովհետև դու անverջ հասկանում ես, որ դու աճելու տեղ ունես, որ Իսկապես, ու եթե ես եմ անverջ- դա հասկանում Հա. միջև հիմա, Ու պատկերացնում անverջ վարժությունների սպեկտր կա, այսինքն այնքան ես շատ են դեռ ձեզ հիմա վարժությունները։ այնքան նոր վարժություններ եմ բերել, դուք չեք պատկերացնում։ հա, մենք շատ ուրախ Որ ենք։ գնացել էի սեմինարի, այդ էի մտածում էի Աստված, իմ ամբողջ ռեպերտուարը մենք ձեր հետ չենք սենց լրիվ յուրացրել ու ես դեռ Նոր նոր վարժություններով գալիս եմ։ Մենք դեռ մի, չգիտեմ, տասնյակ տարիներ իրար հետ աշխատելու տեղ ունենք։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ, որ ձեր կիրակին տրամադրեցիք։ Ես միշտ սենց անհարմար եմ զգում, որ այսօրով ձեզ կանչում եմ Այսօրով կանչում եմ ձեզ հարցազրույցի, բայց ինձ թվում է դուք բոլորդ շատ սիրով եք գալի, որտեվ ձեր համար արդեն հարազատ դարձած տեղ եք գալիս։ Մենք ենք շատ շնորհակալ Ինեսա ջան, որ մենք արժադացանք այս պատվին, որ մենք նոր կարող ենք հարցազրույց ունենալ քեզ հետ այս թեմայով, պիլատես թեմայով, որը մեր համար շատ սիրված է։ Կարծում եմ բոլորի համար էլ սա ինչ որ նորություն է ունենալ կամերաների առաջ խոսել եւ այլն, ես սկզբից շատ խուսափում էի, բայց ինչ վերաբերվում է քեզ ու պիլատեսին, նորից այդ ներքին վստահությունով ու Էս էլ է հանգստությամբ պիլատեսը տվել, որ կարացար հանգիստ։ Իդեպ նշեմ, որ ես հատուկ ընտրում եմ հյուրերին, որոնք ես տեսնում եմ, որոնք տրանսֆորմացիայի ենթարկվել են, որոնց կյանքի որակը փոխվել է, որոնք զգում են պիլատես, որոնք գիտակցում են պիլատեսը։ Ես իսկապես կանչում եմ միայն այդ մարդկանց իմ ոդկասթին հարցազրույցին մասնակցելու։ Կարծում եմ շատ ճիշտ է իմ այստեղ ներկա գտնվել աղջկաս հետ, որովհետև սա էլ կարծում եմ դու այլևս գովազդի կարիք չունես, բայց ամենամեծ գովազդն ու գրավականը այն է, որ ցանկացած ծնող, այսօր իմ ծանոթներից էլ բոլորը ուզում են, որ իրանց երեխաները ինչ որ ժամ կարողանաս տրամադրես, որ մի ժամ գոնե երեխեն գա պարապի, որովհետև այն ինչ դու հասկանում ես, որ ամենալավն է, անպայման ուզում ես, որ դրանից քո ընտանիքի անդամներն էլ օգտվեն, ու ինձ հաջողվել է Աննային այստեղ տեղավորել։ Աննային իրականում դժվարությամբ ենք տեղավորել, բայց չեմ կարա չտեղավորեմ, որտեվ առաջինը ձեզ եմ շատ սիրում, երկրորդը ես գիտեմ, որ Աննային շատ պետք է պիլատեսը։ Ու վստահ եմ, որ Մարիային համոզելու կարիք էլ չկա, այսինքն եթե եղավ ժամ եւ այլն, մյուս աղջիկս էլ արդեն մեծ սիրով կգա, որովհետեւ այն ինչ մենք երկուսով անում ենք, բնականաբար իր համար սենց ձգտելու տեղ է դարձել ու շատ ուրախ կլինեմ, որ մենք սենց ամբողջ ընտանիքով ներգրավենք այս պարապմունքների մեջ ու ամենակարևոր բանն է, որ կարող ես տալ խորհուրդ տալ ու գիտես, որ օգնում ես։ Ընտանիքին ես ամեն ինչ տալը, դա ամենամեծ ներդրումն է։ Շատ շնորհակալ եմ աղջիկներ։ Ես եմ շատ շնորհակալ։ Սիրելի մայրիկներ եւ դուստրեր, ոգեշնչեք միմյանց եւ եկեք մեր ակումբ մարզվելու։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք ել ավելի հետաքրքիր հարցազրույցները։